Այստեղ գալու ճանապարհին զրույց ունեցա մի կնոջ հետ, ով ասում էր, որ ինքը անպայմանորեն մեծ ձայն է տալու, բայց մի փոքր մտավախություն ուներ խաղաղություն, պատերազմ թեմայով, ասում էր, որդիս ծառայում է բանակում, միայն թե պատերազմ չլինի։ Ես էլ իրեն ասում եմ, ինչու պետք է մեր ուժի ընտրության պարագայում պատերազմ լինի։ Մեր ուժի առաջնորդը մարդ է, ով 10 տարի կառավարել է երկիրը եւ ում օրոք չի եղել որևէ պատերազմ։ Սա փորձ է, ապացուցված փորձ է։ Եվ ավելացրեցի, ես որպես մայր ձեզ ասում եմ, պատերազմ չի լինելու։ Իմ տղան հաջորդ իշխանության ժամանակ գնալու է բանակ եւ արժանապատիվ ծառայելու է իր հայրենիքին, ինչպես բազմաթիվ մեր տղաներ եւ վերադառնալու է տուն։ Հետևաբար այն կեղծ խոսույթը պատերազմի մասին ուղղակի մոռացեք, որովհետեւ այդ պատերազմի մասին խոսում են մարդիկ, ովքեր ամենաշատ պատերազմն են բերել մեր երկրին, ամենաշատ զոհերն ու զիջումներն են պատճառել մեր ժողովրդին ու մեր երկրին։ Հետևաբար, երբ որ որևէ մեկը խոսի ձեզ հետ պատերազմի հավանականության մասին, ուղղակի ասեք, որ կա փորձ չպատերազմի եւ կա իշխանություն, որ միայն ու միայն պատերազմ է բերել մեր երկրին։